Գոյամարտ հեռուստասերիալը շարունակում է բացել իր փակագծերը աստիճանաբար ներկայացնելով այն դերասաններին, ովքեր իրենց ներկայությամբ նոր գույն ու խորություն են հաղորդելու պատմությանը։ Այս անգամ արդեն հստակ է մեկ կարևոր անուն՝ սերիալում կնկարահանվի տաղանդավոր և հեռուստադիտողի կողմից սիրված դերասան Դավիթ Հակոբյանը։ Դավիթ Հակոբյանի մասնակցությունն ինքնին մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ նա այն դերասաններից է, ում կերպարները միշտ հիշվում են, անկախ նրանից դրական թե հակասական դեր է մարմնավորում, նա կարողանում է կերպարին տալ ներքին լարվածություն, հոգեբանական խորություն և անկեղծություն։ Նրա խաղը երբեք մակերեսային չէ, յուրաքանչյուր շարժում, հայացք, լռություն խոսում է նույնքան, որքան խոսքը։ Սա Դավիթ Հակոբյանի և Դիանա Գրիգորյանի առաջին համագործակցությունը չէ, նրանց ստեղծագործական կապը տարիների փորձ ունի և արդեն ձևավորված վստահության վրա է հիմնված։ Նախորդ նախագծերում նրանց համագործակցությունը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը՝ ստեղծելով կերպարներ, որոնք երկար ժամանակ մնում են հեռուստադիտողի հիշողության մեջ։ Այս համագործակցությունը կառուցված է փոխադարձ հարգանքի, մասնագիտական պահանջկոտության և ընդհանուր տեսլականի վրա։ Դիանա Գրիգորյանը հայտնի է նրանով, որ ընտրում է դերասանների, ովքեր կարողանում են ոչ միայն խաղալ, այլև հասկանալ պատմության ներքին շերտերը։ Դավիթ Հակոբյանն հենց այդ շարքի դերասաններից է, նա կարողանում է ներթափանցել կերպարի հոգեբանության մեջ, զգալ նրա անցյալը, ներքին հակասությունները և այդ ամենը փոխանցել էկրանին առանց ավելորդ ջիգի։ Գոյամարտ սերիալի համատեքստում Դավիթ Հակոբյանի կերպարն անկախ նրանից գլխավոր է թե առանցքային, ակնհայտորեն լինելու է նշանակալի։ Սերիալի անվանումն արդեն հուշում է լարված ու բազմաշերտ պատմության մասին, իսկ նման նախագծերում Դավիթ Հակոբյանի փորձն ու խաղային կարողությունները կարող են դառնալ կարևոր առանցքներից մեկը։ Հեռուստադիտողները հատկապես սպասում են նրան տեսնել նոր կերպարի մեջ։ Յուրաքանչյուր նոր նախագիծ Դավիթ Հակոբյանի համար նաև նոր փորձ է դուրս գալու նախորդ դերերից, բացահայտվելու այլ տեսանկյունից։ Իսկ Դիանա Գրիգորյանի սերիալներում կերպարները սովորաբար ունեն զարգացում, անցնում են ներքին պայքարի, կտրուկ շրջադարձերի միջով, ինչը դերասանի համար մեծ հնարավորություն է։ Նրանց համագործակցության տարիների պատմությունը ցույց է տվել, որ արդյունքը միշտ լինում է դիտարժան և հիշվող։ Այդ պատճառով էլ Դավիթ Հակոբյանի մասնակցությունը Գոյամարտում ոչ միայն ուժեղացնում է դերասանական կազմը, այլ բարձրացնում հեռուստադիտողի սպասումները։ Այս պահին կերպարի մասին մանրամասները չեն բացահայտվում, ինտրիգն ինչպես միշտ պահվում է, բայց արդեն հիմա պարզ է մեկ բան՝ Դավիթ Հակոբյանի հայտնվելը Գոյամարտ սերիալում լինելու է այն դրվագներից մեկը, որը երկար ժամանակ կհիշվի ու կքննարկվի։ Գոյամարտը նոր պատմություն է, նոր պայքար, բայց նաև տարիների փորձով ձևավորված ստեղծագործական համագործակցությունների շարունակություն, և այդ շարքում Դավիթ Հակոբյանի անունն առանձնանում է իր կայունությամբ, պրոֆեսիոնալիզմով և հեռուստադիտողի վստահությամբ։ Դերասանին այն հարցին, թե ինչպիսին է իր զբաղվածությունն, իր հարցազրույցներից մեկում ասել է. «Դե ուսանողների հետ ավարտական կուրսային աշխատանք ենք անում տարբեր պատճառներով, երբեմն չի ստացվում բոլորին իրար գլխի հավաքել, նկարահանումներ ու ձայնագրություններ ունեմ, որոնք հիմա ավելի քիչ են, քան սովորաբար։ 2 թատրոնում եմ աշխատում, զբաղվածություն ամեն դեպքում կա։ Իսկ ընտանիքին որքան ժամանակ եք հասցնում տրամադրել։ Երևի թե ամենաքիչն ընտանիքին եմ կարողանում ժամանակ հատկացնելն, ինչն աններելի է, միշտ ընտանիքն է տուժում, բայց ստեղծագործելու ուրիշ ձև չկա։ Կարևորը ոչ թե միասին անցկացրած ժամերն են, այլ թե որքան արդյունավետ ենք դրանք օգտագործում։ Պարտադիր չէ միշտ իրար կողքի լինել։ Այո, մի տարիք է գալիս, որ հասկանում ես ամենակարևորը ընտանիքն է, մեղքի զգացում ես ունենում, որ նրան քիչ ժամանակ ես տրամադրել, բայց մյուս կողմից էլ մտածում ես ճիշտ ձևը երևի հենց դա է, եկեք արթնանանք ու առավոտից երեկո մեզ նվիրենք ընտանիքին։ Այդպես չի լինում, երբեմն շատ բան հորինում եմ, զբաղմունք գտնում, քանի որ միայն թատրոնը թույլ չի տալիս ֆինանսապես ապահովել ընտանիքին։ Մի քիչ ամոթ է մեր տարիքում դատարկ գրպանով տուն գնալ։ Միշտ ամոթ է եղել, Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» բեմադրելիս մի նախադասություն կար, որ անպայման ուզեցի տեղավորել ներկայացման մեջ.
Կինը երեխային դաստիարակում է ամոթանք տալիս թուլության և աղքոտության համար ու ասում՝ ամոթ է տղամարդը դատարկ ջեբով կնկած օձը չի մտնի։ Դուք բույսեր եք աճեցնում, այդ զբաղմունքի ի՞նչն եք այդքան սիրում։ Ես ու կինս բույսեր աճեցնել շատ ենք սիրում, ինչքան հիշում եմ, փոքր տարիքից մեր տանը բույսեր են եղել, լավ է, որ կնոջս ընտանիքում էլ այդպես էր։ Մեր տանը մեծ ֆիկուս կար, շատ գեղեցիկ էր ու ուզում էի ջրել, մայրս թույլ չէր տալիս։ Ես էլ գիտեի, որ բույսերին ջուր է պետք, երևի այդ ֆիկուսն իմ պատճառով է չորացել։ Խոլորձներ ունենք, ֆիկուսի տեսակ, մանուշակներ, արմավենու նման բույսեր։ Ինձ հետաքրքիր է կորիզը դնել հողի մեջ ու բույս ստանալ։ Արքայախնձորի կորիզից սուր տերևներով բույս եմ ստացել, բայց դժվար միրգ տա, գոնե տանը փորձում ենք մեզ բնությամբ շրջապատել, նրանք զգում են տան էներգիան, կինս հա խոսում է հետները։ Իսկ դուք ձեր գեղեցիկ ձայնի շնորհիվ հաստատ ավելի լավ կաճեն։ Մեր ծաղիկներն առավոտից երեկո այսպես ձայն են լսում, հեռուստացույցից, երևի արդեն հոգնել են։ Սարսափում եմ, եթե որևէ ծաղիկ հանկարծ թառամում է, փայփայում եմ, աղաչում, խնդրում, ջրում, մեկ էլ տեսնում եմ փթթեց, երանության մեջ եմ ընկնում։ Ամեն օր նայում եմ, թե որքան են աճել, նաև ծիրանի 2 ծառ ունեմ, շատ եմ սիրում բնությանը մոտ լինել, հողի հետ խաղալ և դրանից ինչ-որ բան ստանալ։ Շնիկ էլ ենք պահում, արդեն տան անդամ է դարձել, թութակներ ունենք, աղջկաս ծնվելուց սկսած տանը միշտ թռչուններ կային, դեղցանիկներ։ Ռեժիսոր դերասան Դավիթ Հակոբյանը Մեդիահաբ TV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում պատմել է, թե ինչպես է սիրելի շունը ընտանիքի անդամ դարձել։ Առաջ թոռնիկներիս նկարն էր հեռախոսիս էկրանի վրա, հիմա շունիկի նկարն է, թոռներս չեն էլ նեղանում։ Ընկերս մի օր հարցրեց՝ թոռներիդ նկարը հանել շան նկարն ես դրել։ Իսկ ինչ իրավունք ունեն նեղանալու։ Ես տուն եմ գալիս, ինձ ոչ մի թոռս այդպես չի դիմավորում, ինչպես շունս։ Ես պետք է դռան զանգ տամ, որ թոռս դուռը բաց անի, իսկ մեքենան հենց մոտենում է դպրոցին, որն իմ տնից 2 տուն այն կողմ է, շունս արդեն ճանկռում է դուռը, գիտի, որ գալիս եմ, պատմել է ռեժիսորը։